Այժմ թույլ տվեք ընթերցեք։ Ընթերցեմ։ Ուղիղ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը հավաքական ջանքերով եւ մեծ զոհությունների գնով կարողացավ հաղթանակ տանել նացիստական Գերմանիայի եւ նրա դաշնակիցների նկատմամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ոչ միայն իր ծավալներով էր աննախադեպ, այլ նաեւ իր բնույթով եւ այն հանդիսանում էր քաղաքակրթական պայքար ընդդեմ այլայլատության։ Ֆաշիզմի դեմ հաղթանակում առանցքային էր խորհրդային միության դերը։ Պատերազմում բեկումնային էին Ստալինգրադի եւ Կուրսկի ճակատամարտերը, իսկ Եվրոպային ազատագրումը ֆաշիզմից անհնար էր առանց խորհրդային զինվորի սխրանքի։ Հայ ժողովուրդը հսկայական ներդրում է ունեցել չարիքի առանց հանդիսացող նացիզմի դեմ տարված հաղթանակում աշխարհի տարբեր անկյուններում։ Հայության ներդրումը հատկապես շոշափելի էր հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Լինելով խորհրդային միության կազմի մեջ մտնող համեմատաբար փոքրաթիվ բնակչություն ունեցող հանրապետություններից, խորհրդային Հայաստանի մասնակցությունը հաղթանակի կերտման գործում ուղղակի հսկայական էր։ Ընդհանուր հայրենիքի պաշտպանության գործում զգալի էր նաև խորհրդային միության այլ հայրապետություններում ապրող հայերի եւ մասնավորապես արցախահայերի ավանդը, ընդ որում այդ ավանդը ոչ միայն ռազմական գործողությունների ուղղակի մասնակցության մեջ դրսևորվեց, այլ նաև հաղթանակին նպաստող այլ բնագավառներում։ Անուրանալի է հայկական ազգային դիվիզիաների հերոսական մարտական ուղին, հայ մարշալների եւ բարձր հրամանատարական կազմի ներկայացուցիչների բացառիկ կազմակերպական տաղանդը եւ զինվորների սխրանքները։ Ֆաշիզմի դեմ հաղթանակում բացառիկ էր նաեւ հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու եւ Սփյուռքի դերակատարումը։ Հայությունը եւ Հայաստանը իր կարևոր մասնաբաժինն ունի մեծ հաղթանակի կերտման փառահեղ գործում, այդ ամենը արվել է նաեւ հայ ժողովրդի որդիների արյամբ եւ տառապանքի գնով։ 80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտվեց, բայց դժբախտաբար ֆաշիզմի, այլատիացության եւ անհանդուրժողականության դրսեւորումները այսօր էլ ոչ միայն դեռ գոյություն ունեն տեսականորեն, այլ նաև ակտիվորեն կիրառվում ու պարբերաբար կյանքի են կոչվում աշխարհի տարբեր անկյուններում։ 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց Արցախի բնիկ տարի, հայ բնակչության էթնիկական զտումներն ու կոտորածները, սա ինչ է, եթե ոչ ֆաշիզմի նորագույն դրսևորում։ Եվ եթե ժամանակին գերմանական ֆաշիզմը ու դրա պարագլուխները դատապարտվեցին, ապա նորագույն ֆաշիզմի գաղափարախոսները հանդես են գալիս կեղծ եւ թշնամական թեզերով, չարժանանալով քաղաքակիրթ մարդկության պատշաճ դատապարտմանն ու արձագանքին։ Մենք կոնֆերանսի մասնակիցներս համոզված ենք, որ քաղաքակիրթ մարդկությունը իր վճռական ոճը պետք է ասի 21-րդ դարում նեոֆաշիզմի եւ նեոնացիզմի ցանկացած դրսևորման։ Շնորհակալություն։ Համաձայն եք, անցավ միացանք։ Հիմա հարգելի բարեկամներ, եւ քանի որ Ռուսաստանի դեսպանատան մեր գործընկերը այստեղ է